ձեր կարծիքով եւ բոլորի կարծիքով միգուցե ինչի են մարդիկ ծերանում։ Ինչու են մարդիկ ծերանում։ Ինչու են դառնում երիտասարդը, դառնում զառամյալ մարդ, չեմ ուզում ասեմ ծերուկ բառը, որտեղ չեմ սիրում ես այդ բառը։ Ծերուկը լավն է, ծերը։ Պարզապես ինչի են մարդիկ ծերանում։ Ես այս հարցին մոտենալու եմ երկու կողմից։ Մեկը որպես ավնաբան, մարդ, որը զբաղվում է բջիջների թերապիայով, բուժման բանով, որը դա առնչվում է բջիջներին, եւ երկրորդը որպես առողջապահության կազմակերպիչ։ Առաջինից սկսենք։ Մարդիկ ծերանում են նրա այն պատճառով, որ բջիջները, որ մենք ունենք, բջիջները ամբողջ մեր կյանքում ապրում են, կենսագործում են, հետո իրենք էլ տարիքային բանն են անցնում եւ կանգնում են իրանց զարգացումը։ Եվ մյուս բջիջներն են սկսում զարգանալ։ Օրինակ, երբ որ դուք մատը կտրում եք, օրինակ, չէ՞, սկսում է լավանալ, այդ լավանալը ինչ է։ Այն բջիջները, որոնք որ քնած էին, սկսում են զարգանալ, ավելանալ եւ դառնում են արդեն գործունյա բջիջներ։ Հիմա այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այդ բջիջները, որոնք քիչ-քիչ տարիների ընթացքում ծերանում են, նրանք դառնում են արդեն ոչ ֆունկցիոնալ, ավելին նրանք վնասում են, նրանք արգելում են, չեն թողում այդ բջիջները, որ պետք է զարգանան, որ նրանք զարգանան, եւ հետեւաբար մարդը քիչ-քիչ մարդու մոտ ավելանում է այդ բջիջների քանակը, այսինքն այն բջիջները, որոնք որ արդեն իրենց ֆունկցիան կատարել են։ Անկենսունակ։ Այո, մարդը որ ծնվում է, բջիջներ ունեն համապատասխան բաժանվելու, կիսվելու, ավելի ճիշտ այսպես ասենք, հնարավորություն։ Դա անսպառ չէ հնարավորությունը։ Որոշակի չափից հետո արդեն դադարում է եւ իրանք դառնում են ոչ ֆունկցիոնալ։ Հիմա ինչքան շատ մենք բաժանվող, կիսվող բջիջներ ունենք մեր օրգանիզմում, այնքան մենք ավելի երկար ենք ապրում եւ այնքան ժամանակ մենք կարողանում ենք գործունյալ լինել։ Այն բջիջները, որոնք որ արդեն կորցրել են իրենց այդ հատկությունները, նրանք էլ ոչ մի ձևով չեն առնչվում մեզ հետ, բայց որոշակի առումով բացասական են ազդում բաժանվող, կիսվող բջիջների վրա։ Հետեւաբար, մարդը իր կյանքում ունի արդեն չափագրված կիսվող բջիջների քանակ, որը որ դուք անցաք վերջ, դա արդեն դա նշանակում է, որ դուք կարող եք փակեք դռները եւ գնաք։ Անխուսափելի է ծերությունը, հետևություն ձեր ասածից։ Այդ իհարկե, անպայման, բայց ստեղ կա մեկ ուրիշ բան։ Դա բիոլոգիական մոտեցումն է ծերությանը, ծերանալուն, որ պայքար է գնում ուրեմն հնացած, չբաժանվող, չկիսվող բջիջների, որոնք ավարտել են իրենց, այսպես ասենք, իրենց կենսագրությունն են ավարտել, իրենց գիտեք ինչն են ավարտել կյանքի առաջադրանքը։ Այդ բջիջներ ունեն, մենք բոլորս ունենք առաջադրանք, հիմա կխոսեմ, բայց բջիջներն էլ ունեն առաջադրանք։ Այ որ ինքը եկավ այդ վերջին, կանգնում ամեն ինչ։ Հետևաբար ստեղ խնդիր է ծագում, թե ինչպես անել, որ այդ process-ը, ինչպես անել, որ մարդու մոտ բաժանվող բջիջների թիվը չպակասի, գոնե չավելանա, բայց չպակասի, եւ ինչպես անել, որ պահպանենք այդ բջիջների քանակը։ Դա բիոլոգիական ծերության բանն է, տեսությունն է, որը այսօր ընդունված է ամբողջ աշխարհում։ Եվ ասում են, որ ինչքան երկար դուք պահպանեցիք այդ բաժանվող բջիջները, այնքան երկար կապրեք։ Ո՞նց պահպանենք բաժանվող բջիջները։ Հիմա գալիս ենք երկրորդին, արդեն դա որպես առողջապահության կազմակերպիչ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, միջազգային առողջապահության կազմակերպությունը ունի իր ձևակերպումը առողջության, որ առողջությունը դա ինչ է։ Առողջությունը ֆիզիկական, սոցիալական եւ հոգեվոր բավարար լինելն է, բարեկեցությունն է, այլ ոչ թե հիվանդությունների բացակայությունը։ Ֆիզիկականը պարզ է, սոցիալականը մենք շատ լավ գիտենք, որ սոցիալական գործոնները ինչպիսի ազդեցություն ունեն, թե դրական իմիջիալից ասեմ, թե բացասական, մեծ մասով բացասական իհարկե, այլ որ շրջագայում ես Երևանի փողոցներով հիմա դա բացասական է։ Այդ տրանսպորտային իրավիճակը դա բացասական ֆակտորն է սոցիալական, որը ազդում է մեր բոլորի հոգեկան առողջության վրա։ Այսինքն նա ոչ թե մենակ կարող է բարձրացնի արյան ճնշումը մարդկանց մոտ, այլև առաջացնի հոգևոր որոշակի խնդիրներ, որոնք կապված են այսինքն երեք կոմպոնենտը իրար հետ աշխատելով թույլ են տալիս մեզ կամ ապրել երկար, կամ ապրել կարճ, բայց հարցը մենակ դա չի։ Ապրել երկար ինչ ձևով։ Որակը։ Ակտիվ ապրել, թե ոչ այնքան ակտիվ։ Այստեղ գալիս է երրորդ մարդն է, արդեն մասը իմ ասելիքի, դա հետևյալն է։ Մարդը ապրելուց պետք է ունենա մոտիվացիա։ Պետք է հետաքրքրություն ունենա հանուն ինչի։ Դա էլ բաղկացած է 3 տեսակի խնդիրներով, որը ես հիմա կփորձեմ շարադրեմ։ Առաջինը, մարդը որ ծնվում է, թե իր բջիջներն են ունենում առաջադրանք,
թե կյանքի ընթացքում քանի 100,000 անգամ պետք է կիսվեն, թե մարդն է ունենում իր առաջադրանքը։ Տեսեք, բանը Լեոնարդո դա Վինչին չէր կարող մահանալ 58 տարեկանից վաղ ավելի, 58 տարեկանում, 50 Որտեվ գործ ուներ անելու։ Որտեվ գործ ուներ անելու, Սեքստինյան Մադոննայի հարցը կար, ուրեմն Մոնա Լիզայի հարցը կար, Քրիստոսի պատկերը կար եւ այլն։ Եվ ստեղ կարևորը որ այդ առաջադրանքը մարդու մեջ որ լինում է, դա անպայման գործի, որովհետև առանց առաջադրանքի մարդը 40 տարեկանից հետո կասի լավ ես, էլ առաջադրանք չունեմ։ Պարոն Հովհաննիսյան, եկեք ես ձեզ ընդհատեմ, ինչու, որովհետև հարցեր են ծագում, որ հետո կամ ժամանակավրեպ կլինի, կամ ինձ մութ չեմ դիմանա, պիտի հարցնեմ։ Առաքելությունը բոլորը ունեն, շատ են եթերում ասել, որ մարդը պիտի գտնի իր առաքելությունը։ Ինչպես գտնել առաջադրանքը, ես որ ծնվում եմ, ինչ-որ մեկը իմ մոտ դրել է այդ առաջադրանքը, որ ես բաները պետք է անեմ։ Առաջադրանք առաքելություն ասենք, ինչպես գտնենք մեր առաքելությունը կյանքում, մարդը ինչպես գտնի եւ որ տարիքում է դա գտնում։ Այդ անցնում ենք մյուս թեմային, որ երկարակեցության մեջ շատ կարևոր կապ ունի բացի ձեր ասած առաքելությունից, իմ ասածով առաջադրանքից, էմոցիոնալ կապը մարդկանց հետ։ Էմոցիոնալ կապը, մենք ձեզ հետ էմոցիոնալ կապ ունենք արդեն։ Մարդը էմոցիոնալ կապը իր ընտանիքի հետ է, իր երեխաների հետ է, իր սիրուհիների հետ է, իր չգիտեմ ում հետ, որի հետ ունի էմոցիոնալ կապ։ Այդ առանց այդ էմոցիոնալ կապի, նոր դուք մի քիչ առաջ ասացիք, որ առանց էմոցիոնալ կապի մարդը երկար չի ապրում։ Որպես օրենք, ես գիտեմ շատ տեղեր, դեպքեր, երբ որ մարդը չունի ոչ մեկը, եւ նա չի ապրում կատարելու իր առաջադրանքը, ավելի շուտ է գալիս իր ծերությունը, որտեվ ինքը էմոցիոնալ կապ չունի աշխարհի հետ։ Այսինքն մեկուսացումը բերում է անխուսափելիորեն վերջին։ Տեսեք, էմոցիոնալ կապ անպայման չի, որ լինի ֆիզիկական մարդուն։ Էմոցիոնալ կապը կարող է Աստծուն լինի, կարող է լինի իր հավատքին, կարող է լինի շատ բաների, կարող է լինի երաժշտությանը, բայց պետք ունենա էմոցիոնալ կապ։ Առանց այդ էմոցիոնալ կապի, դուք որ ասացիք մոտիվացիան, մի քիչ թուլանում է։ Եվ մեկ էլ գիտեք ինչը կարևոր է զայրույթը արտահայտելու հնարավորություն մարդու առաքելությունը առաջադրանքը կատարելու համար մարդը պետք է կարողանա իր զայրույթը արտահայտի երբ որ զայրույթը չի արտահայտվում ոնց որ ասում են ժողովրդի մեջ այդտեղ արդեն ռիսկային ֆակտոր է դա դառնում մարդու հետագա առողջ ապրելակերպի վրա այս երեք բաները հիշենք սա որ առաջադրանքը մարդը ծնվում առաջադրանքով, հենց այնպես չի ծնվում, որ մարդը առաջադրանքը իրականացնում է էմոցիոնալ կապերով եւ մարդը պետք է ունենա հնարավորություն լինի այնպեսին, որ կարողանա զայրույթ արտահայտի։ Պարոն Ազատյան, զայրույթ արտահայտի, թե ընդհանրապես էմոցիաներ արտահայտի, որովհետեւ ներս գցել ասվածը, այդ որ ժողովուրդն է ասում, նաեւ կարող է ուրախություն, ամեն դեպքում էմոցիաներ արտահայտել, ոչ միայն զայրույթը, եւ այստեղ մի ոնց որ հակադրվեմ ձեզ, ինչ առումով Ես տեսել եմ, որ երկարակյաց մարդիկ 100-ից ավել մարդկանց հետ շատ իրենք սովորաբար հանդարտ լավատես մարդիկ են լինում, բարի, տարողունակ, հանդուրժող մարդիկ են։ Արդյոք զայրացող, իմպուլսիվ մարդիկ նաև դրանով իրենց կյանքը չեն կրճատում, թե արտահայտվելով թեթևանում են։ Այստեղ հակասություն կա։ Պարզապես տարբեր մարդու հոգեբանական վիճակներ կան,